Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 1-ն է, ճիշտն ասած օրը հումորային է եւ խաբելու օր է, բայց ոչ խաբելու, ոչ էլ հումորի հավես չունեմ, եթե անկեղծ լինեմ։ Այսօր մեր հաղորդման ընթացքում մենք կխոսենք կարևոր միջազգային իրադարձություններից Հայաստանի շուրջ, կարևորից, որը որ տեղի է ունեցել երեկ։ Շատ քիչ ենք անդրադառնալու այդ ներքաղաքական հարցերին, ուղղակի ես երեք մի փոքր վրդովված էի, բայց ճիշտն ասած ինձ համար անակնկալ չէր ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում։ Հիշեցնեմ արագ լայքերի մասին, քանի որ առանց լայքերի մեր հաղորդումների տեսանելիությունը շատ ցածր է։ Մի քանի խոսք այնուամենայնիվ ասելու եմ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների մասին։ Իմ վրդովմունքը հիմնականում այն է, որ կարող է 2026 թվականին բավականին լուրջ խնդիրներ տեղի ունենան Հայաստանի ինքնիշխանության հետ եւ տարածքային ամբողջականության հետ նույնպես, քանի որ եթե մենք փոխենք մեր հռետորաբանությունը եւ դա էլ ցանկանում է Ադրբեջանը, հաշվի առնելով մեր հնարավորությունները եւ Ադրբեջանի հնարավորությունները, նրանք արդեն իսկ լարում են իրավիճակը։ Սահմանի վերաբերյալ ապա տեղեկատվություն տարածելով երեք նաեւ կրակել են այդ մասին եւս գիտեք, պատուհան է վնասվել սահմանակից գյուղերից մեկում Սյունիքում եւ այս ամենը իրոք նպատակ է հետապնդում, որպեսզի Հայաստանում լուրջ փոփոխություններ տեղի ունենան։ Ցավալի է, որ դա չեն հասկանում Հայաստանի իշխանությունները։ Շատերն են այդպես անում, չեն հասկանում մինչև որ պահը հասնում է, եւ այդ պահը արդեն շատ ցավալի եւ ծանր է լինում իրենց համար, բայց ես իրենց անկեղծ ասեմ, դարդը չեմ, ես ավելի շատ մտածում եմ, թե ինչ է լինելու Հայաստանի ապագան, քանի որ բոլոր յուրաքանչյուր իշխանություն անցողիկ է եւ հայրենիքը հարատև է եւ հայրենիքը պետք է մնա հարատև։ Դա է ամենակարևորը։ Երկրորդը ինչ ուզում եմ ասել, երեք բազմաթիվ մեկնաբանություններ տեսա, դժգոհություն էին հայտնում գյումրեցիներին, փորձում էին վիրավորել, ոմանք ես անպայման փորձում էին դրանք մաքրել, այդպիսի մեկնաբանությունները ժամանակ կար արցախցիներին էին վիրավորում, ժամանակ կար ջավախցիներին էին վիրավորում, չի կարելի վիրավորել, ինձ համար բոլորն էլ նույնն են, թե գյումրեցին, թե երևանցին, թե արցախցին, թե ջավախցին, հայ մարդ է, ինձ համար հայ մարդ է։ Հայ մարդը նույնիսկ ով որ կրոնով տարբեր է, նույնպես ինձ համար հայ է։ Մեր օրինակի համար Համշենի հայերը, որոնք որ մահմեդական են, հիմնականում աթեիստ են, բայց մահմեդական ասենք, նրանք եւս ինձ համար հայ են եւ ես փորձում եմ տարբերություն չդնել հայերի միջեւ։ Եվ շատ կլինի լավ, որ մենք բոլորս առաջնորդվենք այդ սկզբունքով։ Դա չափազանց կարևոր է։ Եվ ինչպես արդեն նշեցի, Գյումրիում տեղի ունեցածը ուղղակի նախերգանքներ այն ընտրությունների, այն ամենը ինչ տեղի կունենա 26 թվականին։ Հուսանք, որ հիմա բոլորը ավելի լավ հետևություններ կանեն կատարվածից։ Անցնենք արդեն մնացած կարևոր հարցերին, ես չեմ սիրում խոսել գիտեք ներքաղաքական հարցերից, ինձ համար շատ տհաճ է անդրադառնալ ներքաղաքական հարցերի, երբ որ ասում են քաղաքականությունը կեղտոտ է, ես ավելի շատ հասկանում եմ, թե ինչի այս ամենը օգտագործվում եւ հիմնականում դա վերաբերվում է առաջին հերթին երևի ներքաղաքական քաղաքական գործընթացներին, process-ներին, հայտարարություններին, այդ ամենին, որը որ ես իրոք չեմ սիրում։ Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, դա ամենա իմ սիրած տեղն է եւ սկսենք մենք Հայաստանին վերաբերող այլ տեղեկություններից, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը ոչ միայն ապա տեղեկատվություն է տարածել երեք երեկոյան եւ գիշերը, այսօր, այսինքն շարունակում են տարածել ապա տեղեկատվություն, թե իբր հայկական կողմը կրակ է բացել, նպատակը պարզ է, որպեսզի հայ-ադրբեջանական այդ պայմանավորվածությունները չստորագրվեն եւ խաղաղության պայմանագիր չլինի կողմերի միջև։ Հիմնական նպատակը դա է։ Կարևոր է այստեղ նշել, որ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը այցելել էր Հայաստան, գիտեք, նա հանդիպել էր Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, վարչապետի հետ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ստորագրել էր Գերմանիայի դեսպանի հետ փաստաթուղթ տնտեսական համագործակցության։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Շտայնմայերը Արցախի դրոշն էր հրապարակել մի քանի գրառման մեջ նշելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, հետո արագ ադրբեջանական կողմը բողոքի նոտա էր փոխանցել
Գերմանիայի դեսպանին, հետո անել էին այդ հրապարակումը Շտանմայերը, նույնիսկ գերմանական կողմը ներողություն էր խնդրել այդ հրապարակման համար։ Հիմա նա այցելելու է արդեն Ադրբեջան, տեսնենք թե ինչ հայտարարություններ կլինեն Ադրբեջանում, բայց ես վստահ եմ, որ հիմնականում կոչ է լինելու ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ երևի թե ամենայն հավանականությամբ ամենակարևոր առաքելությունը նրա սա է, որ կողմերին հորդորի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կարծում եմ, որ սա առաջին այսպիսի այցն է Հայաստան եւ Ադրբեջան եւ հիմա կարող է նման այցերը շատանան թե Հայաստան եւ թե Ադրբեջան, տարբեր երկրներից տարբեր պատվիրակություններ այցելեն Հայաստան եւ Ադրբեջան եւ հորդորեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Շատ լավ կլինի, որ այդպես լինի եւ ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի, բայց թե արդյունքները ինչպիսին կլինեն, դժվար է ասել, քանի որ Ադրբեջանը հիմա հնարավորություն ունի այդպիսի արտատեղեկատվություն տարածելով լարել իրավիճակը եւ պատրաստվել արդեն 1 տարի ու կեսից Հայաստանի համապետական ընտրություններին, որպեսզի Հայաստանում տեղի ունենա այնպիսի սցենար, որով որ հնարավորություն ստեղծվի ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ, փոխել Հայաստանից սուվերեն տարածքներ եւ Հայաստանի մնացած մասը վերածել գուբերնիայի։ Հասկանում եք, չէ՞, ինչ մեծ գլոբալ ծրագիր է, ես գիտեմ, որ մեծ հետևողները հիմնականում շատ լավ հասկանում են, ճիշտ է կա մի մասը, որը որ այլ քարոզչական հոսքերի ազդեցության տակ է, ցավում եմ, բայց ինչ անենք, ամեն մարդ ունի իր սեփական խելքը եւ սեփական հնարավորությունը, որպեսզի տեսնի իր շուրջ ինչ է կատարվում, ամենքի չի տրված ամեն ինչ նույն ձև տեսնել, տարբեր մարդիկ տարբեր գույներով են տեսնում իրականությունը։ Այստեղ կարևոր է նշել, որ Շտայնմայերը ոչ միայն խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից, այլ նաեւ գոհունակություն է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները լավ տեմպերով աճում են եւ նա նաեւ մեծ ողջավորությամբ է նկատել, թե ինչպես է Հայաստանը խորացնում հարաբերությունները Եվրամիության հետ եւ նա նշել է, որ մենք Գերմանիայում շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրությունով Եվրամիության նկատմամբ, այսինքն մոտավորապես ողջունել է, կարելի ասել, որ ողջունել է Հայաստանի այս որոշումը, խորհրդարանի որոշումը, ժողովրդավարական ուժերի որոշումը, որով որ Հայաստանում արդեն օրենք ընդունվեց, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության մաս։ Անցնենք մնացած կարևոր հարցերին, երեք նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ճիշտ է այնտեղ այդ հաղորդագրությունից չի նշվում, որ կոնկրետ ինչ-որ լուրջ քաղաքական հարցեր են քննարկվել, հիմնականում երկկողմ հարաբերությունները, տրանսպորտային կոմունիկացիաները, էներգետիկ համագործակցությունը, բայց այստեղ կարևոր է ընդհանուր նկատել այն, որ Փեզեշքյանի եւ Էրդողանի միջև է ունեցել 2 օր առաջ հեռախոսազրույց, նաև Ալիևի եւ Էրդողանի միջև նույնպես տեղի ունեցել հեռախոսազրույց, հիմա էլ արդեն Փեզեշքյանը եւ Ալիևն են ունենում հեռախոսազրույց։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչի համար է այս ամենը արվում եւ ինչ է իրականում տեղի ունենում։ Եթե այս ամենին ավելացնենք նաև լարվածության ֆոնը սահմանին, դա արդեն բավականին շատ բաների մասի է խոսում եւ լուրջ մտահոգությունների առաջացնում։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ Հայաստանին վերաբերող կարևոր հարցերից, ուղղակի ուզում եմ ավելացնել, որ լավ կլինի եւ կարծում եմ այդպես էլ կլինի, որ դիտորդական առաքելությունը այցելի տվյալ գյուղ Սյունիքի շրջանում սահմանակից գյուղ եւ դիտորդական առաքելությունը եւս ֆիքսի արձանագրի եւ հայտարարությամբ հանդես գա ադրբեջանական կողմի հրադադարի խախտման մասով, որի պատճառով որ տուն է վնասվել, արդեն ես նշել եմ այդ մասին եւ դուք գիտեք նաեւ տարբեր տեղերից երևի լսել կարդացել եք այդ մասին, որ տուն է վնասվել, պատուհան է վնասվել եւ շատ լավ կլինի, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը անպայման այդ ամենը ֆիքսի արձանագրի եւ արդեն այդ մասով հայտարարություն տարածի։ Անցնենք միջազգային կարևոր հարցերին։ Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով կարող եմ ասել, որ Թրամփը սպառնում է հիմա թե Վլադիմիր Պուտինին, թե Զելենսկիին, ամեն կողմ սպառնում է, բոլորին սպառնում է։ Պիտակտան մամլոք հարկողարությունն էլ նույնն է փաստացի կրկնում, եւ Դոնալդ Թրամփի խոսքերով Զելենսկին ուզում է հրաժարվել
այդ պայմանագրից հազվագյուտ մետաղների մասով ստորագրել եւ նաեւ Թրամփը ավելացրել է, որ հիմա Զելենսկին նոր պահանջ է առաջ քաշում, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն Զելենսկին կստորագրի այդ պայմանագիրը, եթե Ուկրաինային հնարավորություն տան դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եւ հետեւաբար սպառնում է Թրամփը Զելենսկին, եթե չստորագրի այդ պայմանագիրը, բայց մենք պետք է այստեղ կարևոր մեկ բան հասկանանք, որ հիմա ոչ միայն Զելենսկին, այլ Եվրոմիության երկրները, հատկապես Ֆրանսիան, որոշում են, թե ինչ տեղի կունենա այդ բանակցությունների մասով, եւ Զելենսկին երևի թե միայնակ չի որոշելու։ Զելենսկիի որոշումները արդեն Զելենսկին միայնակ չէ այդ հարցի շուրջ եւ միասին են կայացնում նման որոշումներ։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք եւ ֆիքսենք։ Ֆրանսիայում գիտեք նաեւ ձերբակալվեց 3 Մարի Լեպենը, նրան 4 տարով ազատազրկեցին եւ նաեւ ընտրվելու իրավունքից զրկեցին։ Մի խոսքով այդպիսի գործընթացներ են նաեւ Ֆրանսիայում եւ ասեմ, որ այդ ամենը տեղի ունենում բավականին լուրջ փոփոխությունների ֆոնին ամբողջ Եվրոպայում եւ սա եւս ես կարող եմ ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ինչ-որ միտեղ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք հիմա կարող է շատերը չհամաձայնվեն այս իմ գնահատականի հետ, հնարավոր է իրոք կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմներ, սխեմաներ գոյություն են ունեցել, ես չեմ բացառում, նույնիսկ հակված եմ հավատալ, բայց այնուամենայնիվ այստեղ կա նաև կարծում եմ ինչ-որ չափով նաև քաղաքական մաս, Ֆրանսիան փորձում է ամրապնդել իր դիրքերը Եվրամիության մեջ եւ փորձում է մաքրել նաև իր քաղաքականությունը նաև դրա համար, ինչ-որ միտեղ նաև կարծում եմ շատ տրամաբանական։ J.D. Vance-ն է կրկին հայտարարությամբ հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահան եւ նա ասում է, որ Թրամփը խաղաղություն է հաստատում մոլորակի վրա ուժի միջոցով նա խաղաղություն է հաստատում ու դա նշանակում է իր խոսքով, որ որտեղ որ հարկավոր է նա նաև կարող է ուժի ցուցադրում իրականացնել։ Հնարավոր է սա նաև ինչ-որ միտեղ վերաբերվում է Իրանին, բայց նա խոսում էր Գրենլանդիայի կոնտեքստում եւ ասում էր, որ ժամանակն է անվտանգությունը վերադարձնել Գրենլանդիա։ Գրենլանդիայի մասով եւս գիտեք, մենք խոսել ենք վերջին շրջանում շատ է արդեն սրվել Գրենլանդիայի շուրջ այս խոսակցությունները շատ են սրվել, նաեւ Գրենլանդիայի վարչապետն է մերժում Թրամփի այդ առաջարկները Գրենլանդիան միացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այսինքն բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ Գրենլանդիայի շուրջ։ Եվ մեկ կարևոր տեղեկություն եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 2-ից 4-ը այցելելու է Բրյուսել, որտեղ որ հանդիպում կունենա իր դաշնակից երկրների հետ, ՆԱՏՕ-ին վերաբերող հարցեր են քննարկվելու, ինչպես նաև քննարկվելու են երկրների գումարների ավելացման հարցը, այսինքն պաշտպանության համար, գիտեք, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների 5 եւ ավելի տոկոս են պահանջում երկրներից իրենց պաշտպանության համար, եւ երևի թե այս հարցն է հիմնականում քննարկվելու։ Այս նույն ժամանակ նշվում է այդ հաղորդագրության մեջ, որ Եվրամիության հիմնական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանից է գալիս, այլ Չինաստանից։ Այսքան այս վայրերությամբ սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորիդ, կհանդիպենք։